Մեր երեխաներն արժանի են լավագույնին։ Ձեր երեխային պարգևեք անմոռանալի հիշողություններ։ Անցկացրեք մանկական միջոցառումները Այա Մարիայի։ Հեքիաթն այստեղ սկսվում է անմիջապես Այա Մարիայի նախամուտքից։ Շնորհավորական հնչյունների ներքո ծննդյան շքախումբը փերիների ուղղորդմամբ մոտենում է զովացուցիչ ըմպելիքներով զարդարված տոնական սեղանին, որն առավել յուրահատուկ է դառնում հոբելարին սպասվող առաջին անակնկալով։ Դեպի հեքիաթ բերող ճանապարհից հյուրերին անհրաժեշտ է փոքր-ինչ թարմանալ։ Ծարավը զովացուցիչ ըմպելիքներով հագեցնելուց հետո մասնակիցները մտնում են դրախտային այգի, ուր երբ նրանք ծաղիկների մեջ նրանց ընդառաջ են գալիս ծաղկեպսակներով փերիները, իրենց հետ բերելով զանազան նվերներ հոբելարի համար։ Կատարվում է թագադրման արարողություն։ Ապա փերին սրինգի հնչյունների տակ նրանց ուղեկցում է հեքիաթային տաղավար։ Բոլորը նստում են վառվող մոմի շուրջ և լսում են մի հեքիաթ, որ պատմում է հոբելարի մասին։ Ապա հոբելարը փոքրիկ փերիի հետ միասին մոտենում է կախարդական տնակին ու 3 անգամ թակում տնակի դուռը։ Դուռը բացվում է և կախարդական տնակը նրանց հյուրասիրում է տեսակ ուտեստներով։ Հոբելարը ուտելիքները բերում է սեղանի մոտ և հյուրասիրում իր թանկագին հյուրերին։ Բնության գրկում հեքիաթային միջավայրում համտեսելով համեղ, առողջարար ու անարատ ուտեստները, երեխաները աշխուժանում են զվարճալի ու հետաքրքիր խաղերով։ Իսկ ուր մնացին հոբելարի նվերները։ Միթե հյուրերը հեքիաթով տարված մոռացել են այդ մասին։ Դե իհարկե չեն մոռացել։ Փոքրիկ հյուրերը միահամուռ ուժերով հոբելարի համար գեղեցիկ նվերներ են պատրաստում հենց տոնակատարության ընթացքում։ Եվ մեծ հանդիսավորությամբ իրենց սեփական ձեռքերով պատրաստվածը հանձնում են թագադրված հոբելարին։ Իսկ ինչ է կարող է լինել ավելի թանկ, քան սեփական ստեղծագործությունը։ Ապա սկսվում է ուրախ երգն ու պարը, որից հետո փոքրիկ հյուրերին սպասում է մոմերով զարդարված քաղցրահամ ու գեղեցիկ տորթը։ Տոնական տորթը իհարկե ևս կախարդական է։ Այն օգնում է, որ կատարվի հոբելարի ամենագլխավոր երազանքը, որը նա մտապահում է մոմերը հանգցնելուց առաջ։ Տորթն ուրախ հանգցնելուց ու այն ճաշակելուց հետո սկսվում է ֆոտոսեսիան, որը անմոռանալի է դարձնում ծննդյան տոնակատարության հեքիաթային պահերը։ Ամեն ինչ մեր կյանքում ունի սկիզբ և վերջ։ Այս հեքիաթային երեկոն Այա Մարիայում ևս ունի ավարտ, բայց միայն նոր հեքիաթի սկիզբ դառնալու համար։ Հեքիաթ, որն այս անգամ նվիրված կլինի կամ մեկ այլ հոբելարի ծննդյան տոնակատարությանը, կամ մանուկ մասնակիցների ծնողների հոգու և մարմնի կազդուրմանը։ Այնպես որ մի տխրեք, ծնող թե զավակ, պատրաստվեք շուտով նորից այցելելու դրախտային Այա Մարիա, կրկին զգալու բնության կազդուրիչ ազդեցությունը, համտեսելու հմուտ խոհարարների հոգատար ձեռքերով պատրաստված անարատ սնունդը, ինչպես նաև օգտվելու մարմնի և հոգու ներդաշնակության համար նախատեսված բոլոր վայելքներից։ Առողջ ապրելակերպ, առողջ սնունդ, առողջ մթնոլորտ, կազդուրիչ օդ և հետաքրքիր ծրագրեր։ Համեցեք Այա Մարիա, և ձեր երեխան կստանա անմոռանալի հիշողություններ։